ձեր թիմակիցներից փորձել եք հետաքրքրվել այդ դիզայնագրություններն ու միջև այդ մարդիկ ովքեր են, ինչ են խոսում, ինչու են խոսում, այդ ինչ փողի թեմա է։ Այսպես անձնական հա ձեր հետաքրքրությունը չկեն բավարարելու։ Հիմա եթե ձեր արևանին ձայնագրեն, ձեզ հետաքրքիր է։ Դե այնտեղ թիմակիցների անունները տալիս, գումարի անունները տալիս։ Ապորինը ձայնագրում են։ Ինչ ասում է դատարանի որոշումներով ենք ձայնագրում։ Դե կյանքը ցույց կտա, Արեգ։ Պարոն Կարապետյան։ Ամեն ինչ կհայտնաբերենք, բոլորը պատասխանատվության կենտարկվեն, թե ձայնագրողները, թե անողները, թե ընտրություններ կեղծողները, մի վռազեք։ Պարոն Կարապետյան, տեսեք, բացի են, որ տեսակետներ են հնչում փողոցային պայքարի վերաբերյալ, փորձագիտական, մասնագիտական շրջանակները նաև նշում են, որ հնարավոր է փողոց մղելը, նաև այդ թվում իշխանության կողմից ձեր ուժին փողոց մղելը ունենա այն նպատակը, որ ձեզ ռեպրեսիաներով ճնշեն ու այսպես մեջտեղից հանեն, փաստացի ստացվի այն, որ լեգիտիմությունը, որը չեն ստացել, բացարձակ լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, արդեն ստանան փողոցում ամրապնդեն, ձեզ մեջտեղից, այսպես ասած, հանելով, իզոլացնելով։ Այս վերսիային ինչպես եք վերաբերվում, չեք վախենա փողոց դուրս գան։ Իշխանությունները ոչ մի շանս չունեն մեզ մեջտեղից հանեն։ Բացարձակ, ինչ ուզում անեն։ Լավ, ընդհանուր առմամբ դուք կհավատայիք, որ թիվ 1 բարեգործը, որը նաև այս իշխանություններն չեն հերքել ժամանակին, ձեռք սեղմումով ամրապնդել են այդ փաստը, այս ոճով կկարողանային ուրանալ ձեր արածը երկրի համար, կկարողանային այսպես մոռացության տալ։ Իրենք ուրացան 10 միլիոն հայ ժողովրդի արածը, իմ արածը խիչ պետք է ուրանան։ Նայեք ինչ վիճակի են գցել 10 միլիոն հայ ժողովրդի, 7 միլիոն հայությանը ամբողջությամբ կտրեցին Հայաստանից, 3 միլիոն հայության տանում են աղքատացման։ Հիմա ես մասնավոր անձ եմ, ինչի համար չուրանան իմ արածները։ Հիմա որ չստացվեց վարչապետ դառնաք, ձեր մյուս բոլոր քաղաքացիներից դա չեք ընտրվել։ Միգուցե սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետ։ Դուք հրաժարվեք։ Մի քիչ Վարդևանյանը որ գաստա, դենց էլ կլինի։ Մյուս քաղաքացիություններից կհրաժարվեք, շարունակեք, թե կփոշմանեք։ Ինչից։ Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Ժորժան, դա մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի։ Հիմա ամեն օր դուք կարող եք ձեր անձնագիրը նվիրեք մեր ընկերուն։ Պետք է նվիրեմ։ Բայց ինչի պետք է ձեզ ամեն օր պատասխանել։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել, ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք։ Միակ պատճառը դա է, միակ պայմանը դա է, այսինքն միայն Հայաստանի քաղաքացի լինելու, ուրիշ դեպքում դուք պատրաստ չեք միայն Հայաստանի քաղաքացի լինել։ Արեք, մենք սկսենք process-ը։ Դրա համար ամեն օր դրա մասին հարց տալը, արդեն ես գնահատում եմ լուրջ չի։ Ես չեմ կարող ձեզ ամեն օր նույն բանը ասել։ Դուք վերջնական պատասխան եք այդ հարցին, որ անտար չտանք, դիմումներ ներկայացրել եք։ Դե լսեք, վերջնական պատասխանեմ Վարդևանյան, թե չէ։ Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողի, ես գնամ ամենակիչը այդ դեսպանատները, դիմում, եթե ես Վարդևանյանին դիմում գրել եմ։ Հիմա Վարդևանյանը դրանով ինչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։ Չեք կարող ոստիկանների ուղեկցությամբ։ Դատարան նման միջնորդություն ներկայացրել։ Դուք ներկա եք բոլոր դատական նիստերին, տեսնում եք բոլոր մեր պահանջները, տեսնում եք իշխանությունների վախերը, դրա համար հիմա ամեն օր նույն բանը, դա ունի օրինական քայլեր, օրինական քայլերից առաջինը պետք է գնա դեսպանություն դիմում գրես։ Ճիշտ է, որ Քոչարյանի հետ հանդիպել եք, ճիշտ է, որ ձեր առաջարկից հետո, որ պետք է ընդդիմադիր դաշինք ձևավորվի, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել։ Չէ, ես չեմ հանդիպել Քոչարյանին։ Իսկ ձեր գաղտնի պլանի մասին մի փոքր կբացահայտեք, դա ինչ է ենթադրում։ Գաղտնի կասեմ, գաղտնի պլանը գաղտնի են ասում, գաղտնի պլանը չեմ բարձրաձայնում։